Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային այցերը թիմակիցների հետ։ Հերթը Արարատինն է։ Եկել է տեղում լսելու բնակիչներին մտահոգող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները, ներկայացնելու դրանց լուծման իր տեսլականը։ Մեկնարկը Մղչյան գյուղից է, որտեղ ընդունելությունը ջերմ է, շփումն անմիջական։ Ես Աբովյանց եմ 50 տարի ապրել եմ Աբովյանում, ձեզ մոտիկից չեմ տեսել, պարոն Ծառուկյան, այսօր եկել եմ Մղչյան ձեզ մոտիկից։ Շատ զգացված եմ։ Բարով ես եկել, սիրում հարգում եմ, Աստված քեզ պահապանը լինի, Աստված քո հետն լինի, մինչև վերջ թող քո հետն լինի, Աստվածը վերևից նայում է, սիրում հարգում եմ քեզ, որպես մեծատառովան, որպես լավ մարդ սիրում հարգում եմ, եկե հասել եմ սե, որ ես քեզ տենամ, ոնց իմ ընտանիքին եմ ցանկանում, ոնց է քեզ են, պարոն Ծառուկյան, դու մեծատառով լավ մարդ ես, սիրում հարգում եմ քեզ, Աստված թող ինչքան լավ բաներ կա թող քեզ տա։ Բոլորիս, ջոր, բարև ձեզ, ոնց եք։ Ոչինչ, լավ է։ Ամեն ինչ նորմալ է։ Հատուկ եկել եմ ձեզ լսելու, որ ոչ թե կաբինետերում նստած ծրագիր կազմեն, որ բանից անտեղյակ, այլ հիմնական ձեր խնդիրը, պրոբլեմը, դարդուցավը, շրջել եմ գյուղերում, ես գիտեմ, բայց ուզում եմ անձամբ ձեզնից լսեմ, որն է ձեր խնդիրը։ Մարդիկ այստեղ հիմնականում ջերմոցային տնտեսությամբ են զբաղվում, գյուղատնտեսական տարին բացվում է, խնդիրները ջրի երես գալիս։ Ոլորտը առողջացնելու ու զարգացնելու համար պրոֆեսիոնալներ են պետք, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյան, համար առաջին խնդիրը գյուղացիների, որ այսօր հողակտորը ստացել է 30 տարի առաջ, ուզում եմ ջերմոց կանտուն սարքի, 4 ամիս տանում բերում են, այդ փողն էլ որ հավաքել է տուն սարքի ձեռից առնում են, ոնց են առնում։ Ոչ են առնի, այդքան կատաստր մուծի, այդքան գծագրի համար մուծի, այսքան էտարը մի 4 ամիս էլ տանում բերում են, այս մարդը փոշմանում է, ասում է թողեմ այդ ամսնից։ Հիմնական գիտեք ինչն է խնդիրը։ Հիմնական խնդիրը, որ ամեն մարդ կապ չունի կուսակցական պատկանելությունը, ազգանու բնակարան, այլ պետք է այդ ոլորտի մարդ լինի, տիրապետի հասկանա, որ գործ առաջ գնա։ Եթե մարդը 40-50 տարի չի աշխատել, ոչ մի պաշտոնի, պատական կուսակցությունով այսօր պաշտոնի են դրել ու չի տիրապետում դաժե ոնց աշխատի։ Հիմնական խնդիրը սա է։ Պետք է մարդը տվյալ ոլորտի աշխատող լինի, աշխատած լինի, լիարժեք կապ չունի, որ կուսակցությունից կլինի, այլ որ կարողանա այդ ոլորտում հիմնական մարդը մատից փոշանի։ Ինքը պետք է իրան դնի դիմացինի տեղը, պետք է պատկերացնի, եթե մարդը կարիքի մեջ է դիմա, ոնց պետք է մոտենա։ Դրա համար եմ այսօր ես եկել հաթաթ շփվելու, լսելու ձեզ, որ այսօր Ծառուկյանը ոչ մի բանի կարիք չունի։ Ծառուկյանը սովորական բանվոր ընտանիքի տղա է, որը 0-ից կայացե, սկիզբն էլ գիտեմ, վերջն էլ գիտեմ, այն գումարը ոնց են վաստակել սաղ երկիրը գիտի, այլ հիմնական խնդիր պետք է բոլորին հնարավորություն տրվի, որ մարդը կարողանա աշխատի, իր տունը պահի։ Բոլոր խնդիրներն ունեն լուծումներ, իսկ ճանապարհը հստակ է, մարդկանց պետք է տալ աշխատելու հնարավորություն։ Այսօր գյուղացու վիճակը ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Այսօր վարկի տակ էս վեգալա վարկը չի կարող փակի, մյուս վարկը մինչև փակի, ձեռ չի տալի, խաղի բաղնել է կանդում, մնացածն էլ որտեղ չի կարող ապրի։ Վարկերի տակը երեխեքն էլ թողում գնում են, ճիշտ է թե ոչ։ Ես եկել եմ ստեղ ասելու, որ ամեն ինչ հնարավոր է փոխել։ Հարկավոր է որ ճիշտ մարդիկ լինեն։ Ամեն ոլորտում թողնես մարդ դնեն, որ այդ մարդը ձեռագ ունի, պատմություն ունի, աշխատել է, տիրապետում է, աշխատողի ղադրը գիտի, ոլորտի ղադրը գիտի։ Գյուղատնտեսության մեջ եթե գյուղնախարարություն չկա, գյուղացին պետք է դիմի։ Պարարտանյութ չկա, վառելիք չկա, սեմ չկա, մթերում չկա, ջուր չկա, ջուրը կարա գնա թափի արած, բայց չեն թողի բացես, ջրես կամ մի հեկտարի հիմա ինչքան են գումար վճարում 60,000 թե 80,000 80 Բա 80,000 եղբայր ջան դու ամիսը ջրում ես 4 անգամ չէ 4 պետք է ջրես 320,000 դու հեկտարից ինչ պետք է առնես որ 320,000 ջրի իսկ եթե չէ դա ինքսիկյան թափում արակ չէ դա աստուծված բարիք է որ պետք է ժողովուրդը օգտագործի ես այսօր լիարժեք տիրապետելով հասկանալով գնահատելով, որ այս կարգավորը, որ այսօրվա մեր այս վիճակը պարտված, խեղճացած, մեզ պատիվ չի բերում։ Մենք պետք է մեր մեջ կուղենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի, այս վիճակում մենք չենք եղել։ Մարդուն գնահատում են անցած ճանապարհով կատարած գործով, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Միայն մեծ խոսելով խնդիրները չեն լուծվի։ Հայրենիք են, բաժակաճար չէ, որ ելնում խոսում են
Պետք է ասես մի հատ դու կյանքում ինչ ես արել, ախպեր, քու երկրի համար, քու աշխատողի համար, գյուղացու համար, սպորտսմենի համար, որից մի բան ինչ ես արել, դու բացի դադար խոսալով։ Դուք իրար հետ մի մարդու պես նստեք, երիտասարդությունա, ուսանողությունա, իրար քննարկեք, որն է ճիշտ։ Այդ ասողներից ով է իրական կյանքում քարը քարին դրել, ինչա սարքե, ինչա արել։ Ամեն հարց լուծում ունի։ Տեսնելով այս խեղճացած պարտված վիճակը, որ աշխարհում մեկ մեր հայրը գլուխները կախեն մանգալի, ասեմ գնամ մի անգամ էլ հավաքեմ իմ ժողովրդին, ասեմ ժողովուրդ ջան, այս է վիճակը։ Ես չեմ ուզում, որ իմ երեխեն, իմ թոռը գլուխը կախ մեծանա։ Իմ ժողովուրդը գլուխը կախ։ Աշխարհում մեկ լավ բան են ասում, հայ արեց, հայ հաղթեց, քեզ հզոր ես գում։ Մի վատ բան են ասում, փուճուրանում ես, եղբայրն, էտա։ Մարդիկ բարեկեցի կյանքով կապրեն, եթե տնտեսությունը զարգանա։ Դրա համար մեզ պետք են խոշոր ներդրումային ծրագրեր, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Ես ամեն ինչ ունեմ, բայց իմ միով ծաղիկով գարուն չի գալի։ Պետք է ժողովրդի վիճակը լավ լինի։ Պետք է գնացածները հետ վերադառնան։ Ցանկացած մարդ ուզում է պարզ ճակատով տուն մտնի։ Կարողանա թոռան երեսնել նայի, երեխու երեսնել, կնոջ երեսնել նայի։ Պետք է պայման հնարավորություն, որ մարդը աշխատի, դրա համար պետք է ստեղծեն մարդու հնարավորություն արտոնություն տան։ Այսօր ունենք 650,000 ընտանիք, 2,400,000 վարկառու։ Այսինքն տնից 3-4 հոգի վարկի տակ են, ճիշտ է թե ոչ։ Թե սխալ եմ ասում։ Ճիշտ է, ճիշտ է։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է կորոնավիրուս համաճարակ, եղել է պատերազմ։ Ժողովուրդը չի կարողացել աշխատել վարկի պարկի տակ է, ճիշտ է թե ոչ։ Պետությունը 9 միլիարդ էր պարտ, որ ժողովուրդը դրանից խաբար չի։ Եթե մենք 2,200,000-ի 3 միլիոն դրամ կապ չունի ընտանիքում քանի հոգի են վարկի տակ, տալիս է ժողովրդին այդ վիճակից հանելու համար, ընտանիքը 10-12 միլիոն գումար էր վերցնում, պետական պարտքի 9 միլիարդը թող դառնար 10 միլիարդ 100 միլիոն։ Պետք է երկու հատ մեծ խոշոր տնտեսական պետական ծրագիր իրականացնեն։ Ոչ թե ասենք մի հատ գործարան բացում են տելևիզիայի գործարան, մի հատ սարանի գործարան, մի հատ մեքենայի գործարան, մի ամիս հետո փակում է։ Դա խոսքերով ելելա, բայց մի համար ասեմ իրականություն ամեսի պետք։ խոշոր ներդրումային ծրագիր, որ դա եղավ, լիարժեք ամեն ինչ աշխատատեղել կբացվի, ամեն ինչ էլ կկանի։ Հիմա ես հասարակ բան ասեմ, հիմա եթե մեր այսօր մոլեբդինի գործարանը 40 միլիոն տոննա հանքանյութ հանում, արտադրում, բայց ասենք ստե մշակում չկա, դա ուղարկում են արտասահման։ Ուղարկում են արտասահման, դրա դիմաց 400 միլիոն փող են տալի, բայց դա արժողությունը 4 միլիարդ է, որ այդ գործարանը ստեղ դնեն։ Այդ 3 միլիարդ ու կեսը կմնա մեր երկրում։ Ոչ չի մնա։ Քանի հազար մարդ այդ գործարանում կաշխատի, որ մշակեն։ Բացի դա, դրանից դուսա գալի ծծմբական թթու, չգիտեմ ընդ պարարտանյութ, ֆոսֆորային, ազոտային պարարտանյութ։ Բացի դա, մեզ մոտ ունենք պղնձի կաբելային գործարան, ալումինի գործարան։ Այդ բոլոր մարդիկ կաշխատեն, այդ փողը կմնա ստեղ։ Դրա հետ երկու հատ էլ նորից անեն, ամեն ինչ տեղում կլինի։ Մղչյանի բնակիչներին հետաքրքրում է Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի շինարարությունը։ Նայելով այս վիճակը, որ մենք ասելու բան չունենք աշխարհին։ Աստծու կամոք միտք առաջացել մոտս, որ Հիսուսի արձանը կառուցեմ, որ գոնե մեր հայությունը աշխարհում ասելու բանա, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգ ենք։ Գնահատելի բան է։ Եվ ամենակարևորը, որ դա լինի ազգային վերածնունդի, ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ աշխարհում ամբողջ հայությանը։ Մեզի կարևոր հայրենիքն է պետք պահել, պաշտպանել եւ բարգավաճել։ Բոլորի երազանքը դա է, այո, բարդ բան չկա, հոպար ջան, չկա։ Մղչյանի բնակիչները նաև հետաքրքրվում են Գագիկ Ծառուկյանի առողջությամբ, սոցցանցերում են տեսել, որ աչքի վիրահատություն է ունեցել։ Վիրահատել եմ, դրա համար ակումբ դրել։ Ոնց է իմ առողջական։ Հələ չեմ կարող ասեմ, աղջկաս մոտ եմ վիրահատել։ Գերմանիա չեմ գնացել, ուզում եք Գերմանիա գնայի, աղջիկս ասեց մեզ մոտ ավելի լավ կանեն, քան Գերմանիա։ Հիմա գնահատական էս ուրփաթորը կասեմ։ Որ Գերմանիա գնացեք, թե Հայաստան, որ Եղանակները տաքացել են, տղամարդիկ օրվա մի մասը նաև զրուցարանում են անցկացնում։ Անմիջական զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանին առաջարկում են միասին թղթախաղ խաղալ։ Առաջարկը չի մերժում, բայց պայմանով։ Կարող է հանգարց բլոտ խաղանք։ բլոտ։ Հա։ Բայց մարջով եմ խաղալ, ունես չէ։ Բայց ինչ բան չանեք, որ ընկնեք տոկոսի տակ մենք։ Չէ, ախպեր ձեր գինին իմ արաղը կամ կոնյակը։ Երկուսն է։ Ձեր կոնյակն էլ է լավ։ Դու եմի ինչ գին ունես, թե արաղ ինչ ունես, ունես քաշած ինչ ունես։ Ամեն ինչ էլ ունեմ պահած, հոգապահոց, այս լավ վեբի համար։ Չէ, դեպքը չի, եթե կրվես ուզում եմ, եթե կրվես, Հա։ ես եմ տալիս, հարց չկա։
Չէ, մեզ կրել է դժվար է, քեզ ասեմ, մենք չենք կրել։ Հաղթեցինք, շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ։ Ես գիտ, որ նա հյուրասիրես, համ կոնյակը, համ խաղացել ենք խաղի արդյունքն, աստե բոլորին հյուրասիրես։ Շատ շնորհակալ ենք, ապրեք։ Բարի Սարոկյանը երկիր կառուցող հույս, հավատը մեր հայ ազգի հույս դետի։ Պետք է իրանք օգնեն մեզ ժողովրդին փրկեն։ Այդ բանը խանեն մեզ դուս։ Պետք է Թուրքիայի կյանս մեր երկիրը։ Երկիրը չի վրա է հույսների։ Երկիրը հույսը դեր ուժեղ մարդի վրա։ Ուժեղ պետք է դոր երկիրը ուժեղ։ Եթե դու թուն մարդես դերի երկիր։ Ցավատանը բա հույսավատենս դարվերանն է։ Այնա պետք երկիր կառուցելա պետք կառուցի։ Ամբողջ աշխարհն է ճանաչում իրան, ով չի ճանաչում։ Խո մենակ մեր Հայաստանը չի ճանաչում։ Վայ երկիրից երկիր ճանաչում է մարդը։ Մարդը ճանաչեն, որ մարդը ուժեղ է, չէ։ Որ ճանաչես են ուժեղության խմար։ Որ երկիր կառուցի, երկիր փախի, ժողովուրդ փախի, Հայաստան փախի։ Պարոն Ծառուկյանը շատ հարգված մարդ է Հայաստանում, բոլոր հայերի կողմից։ Շատ բան արել հայ ժողովրդի համար, հենց սպորտսմեններին մենակ որ ողջավորում է, ուղարկում է մեդալներ են բերում, դա մեծ բան է։ Դրսում որ ինքը պրեզիդենտների նման ընկերներ ուներ, դրանք ո իզուր չէին, նրանք մենք հայերս ոչ մի բան չեն կարող իրաց տանք, բայց նրանք կօգնեն Հայաստանին։ Թուրքիայի հետ պետք է մենք ապրենք։ Ես իրան շատ եմ հարգում, դիկասի։ Տրահետի եկալուն վերյուրան տեսնակցոր դիմավորինք մեր հարգանքը նահաշտանք հյուրան, կարող է մարդ լինի խոստանա, բայց ոչ մի բան չանի։ Բայց ես կարծում եմ, եթե Գագիկ Ծառուկյանը ինչ-որ մի բան ասում է, դա 100% տենց էլ լինելու է։ Մենք շատ սիրում հարգում ենք պարոն Ծառուկյանին, ինքը շատ ա եղել մեր արցախցիների կողքին, բազմազավակներին, սպորտսմեններին։ Մենք ուզում ենք ընդհանրապես խաղաղություն, մեր բոլորիս ցանկությունն է։ Մենք հավատում ենք իրան։ Մտքերը շատ դրական են, հայրենասիրական մտքեր են։ Մենք էլ որպես ժողովուրդ կանգնած ենք պարոն Ծառուկյանի կողքին, որպեսզի իր ծրագրերը ի կատար ասվի։ Մղջանում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցում Արցախյան պատերազմների ժամանակ անմահացած տղաների հուշարձանի մոտ։ Այստեղ նրան դիմավորում է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի հայրը։ Հայրան քեզ համբերություն։ Ամենակարևորը պետք է չներ, ինչ էլ հիմա մենք ասենք, ինչ էլ ասենք, միևնույն այդ վերքը քո սրտում կա ցավդ տանա։ Քեզ համբերություն, քեզ այսօր պետք է ուշադրություն վերաբերում, որ թե հետևակի վիշտը մոքետ հարվի։ Դե չէ ուրիշ ինչ էլ ասենք ցանկացած ծնողի համար։ Դա ցավա վիշտա մինչև իր կյանքի վերջ։ Պետք է հանրությունը, ամբողջ հայ ժողովուրդը հարգի գնահատի, որ հերոս տղա է տվել, որ գոնե խոսքերով թեթևակի ինչ որ պատու մխիթարվեց։ Իմացի ամեն ինչով պատրաստ ենք որպես մարդ, որպես հայ, գնահատելով, հարգելով, այդ ամեն ինչը բարձր կարելի է անել։ Պարոն Սախպերն։ Դու պարապում ես, ամուսնացել ես, շուտ պսակի մի հատ աղբոր անունը դիր, երբ որ տղա ծնվեց, ես տղա անունը դրեցի, իմացի տեղակ ես պարում, ես մի հատ ցուլ եմ ուղարկում, գալիս եմ շնորհավոր եմ։ Պայմանավորվեցինք, երբ ես պսակվելու։ Չեմ կարաս։ Հետդ մեծանա աղբեր ջան, հիմա դու որ գոնե կորցրածը հետ բերես, որ պապան էլ, մաման էլ մխիթարվեն, շուտ պսակվի։ Պայմանավորվեցինք։ Պատերազմի ժամանակ Տարոնը շրջափակման մեջ է ընկել, բայց չի հանձնվել։ Իր կռիվն արիաբար ու հայորդուն վայել խիզախությամբ տարել է մինչև վերջ։ Ծաղիկներ հուշարձանի մոտ խնկարկում ի հիշատակ հերոս հայորդիների։ Կարող է հպարտ պետք է քայլես, գլուխդ կարճ չքայլես, այլ հպարտ քայլես, բայց վիշտը վիշտ է։ Քեզ համբերություն։ Արարատի մարզում հաջորդ անակնկալ այցը այգեզարդում է։ Մինչև գյուղատնտեսական հարցերին անցնելը համայնքի բնակիչները մեծ քաղաքականությունից են հետաքրքրվում։ Հարցադրումները բաց են ու անկաշկանդ, պատասխանները առավել քան սպառիչ։ Իմ հիմնական ցանկությունը լսել ձեզ եւ իմ տեսակետում մոտեցումը ձեզ ասեմ։ Ասեք ինչ հարցեր ունեք։ Ընտրվելու դեպքում հնարավոր է Գյումրի երկու սցենարով միանալ ուրիշ ուժերին։ Ժողովուրդ ջան, ասեմ հիմնական որ բոլորն էլ տեղյակ լինեն, բոլորն էլ մտահոգություն են, ժողովրդին թյուրիմացիան մեջ են գցում, անում են որ սրան ձայն տան, անում են նրան ձայն տան, ես ձեզ ասել եմ, որ ես հիմնականում վարչապետ չեմ ուզում դառնամ։
Ես այսօր ուզում եմ առաջ Ուզում եմ հարցամ վարչապետի տեխնատուն ով ալել։ ասեմ, ցավը համբերի ասեմ։ Շատ ճիշտ ես անում, այո, որ դու իմանաս ում ձայնը տաս, ընդունում եմ։ Այսօր հիմնական խնդիրը, որ դուք իմանաք, ես ոչ հիների հետ գործ ունեմ, դա 100% գրեմ, ստորագրեմ, նախկինների, ոչ էլ այսօր գործողների հետ գործ ունեմ։ Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, որ այս բոլոր խնդիրները կարգավորի, մեր ժողովրդի մեջ կուղղվի, խեղճությունից դուրս գան, մարդիկ կարողանան ապահովված, երաշխավորված խաղաղություն լինի, տնտեսությունը զարգանա, մարդու մատից փուշ անեն, ըստ ոլորտների մարդկանց աջակցեն, օգնեն, հնարավորություն տան։ Մարդկանց հուզող թիվ 1 հարցն այսօր անվտանգությունն է։ Գագիկ Ծառուկյանը ներկայացնում է իր տեսլականը։ Ընտրվելու դեպքում հարևանների հետ ինչ հարաբերությունների մեջ պիտի մնանք։ Պետք է լինի երաշխավորված խաղաղություն, որ ասենք թե հզոր պետությունը կլինի Չինաստանը, Ամերիկան, Ռուսաստանը, որ երաշխավորեն։ Այսօր միայն Ալիևի խոսքով, որ այսօր խաղաղություն է։ Սա սահմաններ մեր հողերի մեջ նստած թելադրում է։ 300,000 ադրբեջանցի ասում պետք է գա Հայաստանում արևմտյան Ադրբեջանն է։ Սևանը ասում է դա Ադրբեջանինն է։ Արցախի մասին մարդիկ դռները փակ եկել են, իրենք իրենց տներում չեն կարող մնան, բայց ադրբեջանցի 300,000 պետք է գա մնա մեր մոտ։ Ու թեկուզ եթե մեկին նեղացնեն, պետք է ինքը զորքը բերի ու շարի։ Դա խաղաղություն է համարում։ Թրամփի ներկայությամբ ստորագրությունները խաղաղություն չի։ Թրամփի ներկայությամբ 7 երկրում խաղաղության թուղթ ստորագրեցին, 7 երկրին էլ այսօր իրար կոտորում են։ Հիմնական խնդիրը, ես այսօր ուզում եմ ասել, դες Իրանի պես պետությունը 90 միլիոն են, պայքարում են ազգովի իրենց անկախությանում այս պետությունում։ Ասում են եկեք խաղաղություն, ասում եմ ինչև խոշոր պետությունները կողքից չլնեն, իրենց համաձայնություն չլինի, դա երաշխված խաղաղություն չի։ Մենք էլ ենք ուզում խաղաղություն, այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Ծառուկյանը բոլոր հարցերի պատասխան ունի, բոլորը տիրապետում է եւ իր կապերով եւ իր ցանցությամբ ամեն ինչով։ Ծառուկյանը 20 թվականի հունիսի 5-ին հայտարարեց, որ 4 ամսվա ընթացքում պատերազմ է լինելու եւ զոհեր է լինելու։ Հայտարարել են, որ հարկավոր է քայլ կատարել։ 4 ամիս եմ ասել, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր։ Սեպտեմբերի 20-ին պատերազմը եղավ։ Ոչ մեկը, ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը Ծառուկյանի ասածը չասին արի մի հատ քննարկեն եղբայր։ 4 ամիս առաջ քայլ կատարենք, դες չէր կարելի։ 9 ամիս Ղարաբաղը մնաց շրջափակման մեջ։ Մատներին որևէ մեկը տվեց, օգնեցին որևէ մեկը դարձավ։ Իհարկե օգնեց։ Ինչով։ Ամեն ինչով։ Այդ օգնությունը որ փակել են, ստորից մեռնում էին մարդիկ։ Ես եմ Դեղորյակ եւ Սննդամթեր ուղարկել։ Ես, դաժե երեխաներին եմ ուղարկել, իրենց եմ ուղարկել։ Ես ձեզ բարձ ասեմ, Ռուսաստանն էլ բաց թողում ունի, 100% չեմ ասում, բայց հիմնական մեղքը մերն է։ Քաղաքական հարցերը այսքանով չեն սահմանափակվում, ցանկանում են իմանալ ում հետ է պատրաստ միավորվել Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը։ Ընդամենը 3 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում ունենք 50-60 կուսակցություն։ Մենք այդ բնակիչները եկել են, որ որպես տեխնատու ձեզ ընտրեն։ Դուք ասում եք մենք ունենք մեր ապագայի տեխնատու։ Խնդրում եմ ասեք, ով է այդ ապագայի տեխնատու։ Ժողովուրդը ձեզ է հավատացել եկել։ Նրան չի տեսել, չի լսել։ Մենք ուզենք նաև դա իմանալ։ Քանի որ անկես խոսակցություն ա գնում, շատ հիացած եմ եւ տպավորված եմ։ Անկես հարցը տեղին է տալի, որ ասում ես 80 կուսակցություն, այո, ամեն մեկն էլ ուզում եմ մասնակցի, պաշտոն ունենա, ունեցվածք ունենա, դիրք ունենա, հեղինակություն։ Աստծո կամոք քույրիկ ամեն ինչ ունի։ Այսօր ես ասեմ, ես եմ վարչապետը, լսեք։ Պետք է ասեն Ծառուկյանը վարչապետության համար ուզում է դիրքը պնդի, տեղը պնդի։ Դե չէ, ինձնից լավ ոչ մեկ չի կարող անի, բայց ես դա ասել եմ, որ իմ ժողովուրդը չմտածի, ես էլ եմ պաշտոնի կռիվ եմ անում, ձեր ցավը տանը։ Ժողովուրդը ուզում է իմանա։ Գալիս է պարոն Ծառուկյան ձայնա տալիս։ Պարոն Ծառուկյանը անցնում է 51%-ով։ Եվ ով աստեղ լինելու վարչապետը Հայաստանի Հանրապետության։ Կամ պարոն Ծառուկյան։ Եթե պարոն Ծառուկյանը ստացավ 15.8%, այդ ձայները ինչ է լինելու։ Այդ ձայները 100% ոչ հին ղեկավարներին է գնալու, ոչ էլ այսօրվա իշխողներին։ Այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ, որը կարա մտածի ժողովրդի մասին, իրավիճակի մասին։ Վարչապետը ոնց որ ընտանիքի հայրը,
Ցանկացած երեխայի պետք է հավասարաչափ նայի։ Հիմա որ ես անունը ասեմ, թող այդ վաղվա վրա մարդուն վրա գործ հարուցեն։ Հատկապես գյուղի մեծերին հետաքրքիր է թոշակը բարձրացնելու հնարավորություն առաջիկայում կլինի։ Ձեր ընտրվելու դեպքում թոշակները նույնը կմնա, թե կբարձրանա։ Այսօր կա բյուջե, հավաքագրման բյուջեն հավասար բաժանման։ Պետք է այսօր տնտեսական աճ, որ տնտեսական աճը բարձրանա 1%-ը 25 միլիարդ է կազմում աճի դեպքում։ 12% բարձրացավ 300 միլիարդ։ 300 միլիարդից կարա տրամադրի 50 միլիոնը թոշակների, 25 միլիոնը առողջապահությունը, 5 միլիոնը երիտասարդությունը, 25-ը գյուղացուն։ Պետք է հարկավոր է մեր երկրում ոչ թե միայն հարկեր ու գույք հավաքես ջրի փող, այլ հարկավոր է մեծ ներդրումային ծրագիր։ Այսօր կապնել կա, հնարավորություններ կա, ցանկություններ կա։ Լավ բան անելու համար կարևորը մարդու փողի չափսերը չէ։ Կարևորը մարդու անունն է, հարգանքն է, վստահությունը հավատն է։ Ինչ ասել եք, դուք ձեր ասածը կատարել եք, դա 100%։ Հարցերը շատ են, դրանց սպառիչ պատասխաններ են տրվում։ Գագիկ Ծառուկյանը մարդկանց հորդորում է միասնական լինել։ Բոլորի ցանկությունը մեկն է, որ խաղաղություն լինի, որ հայ կնոջ աչքին արցունք չլինի։ Ուզում եմ, որ մեր երկրում միշտ խաղաղություն լինի, որ մեր սահմանները ամուր լինեն, որ ոչ մի մայր չլացի, չողբա, կորուց չունենա։ Գյուղացուն ինչ է պետք իր հող մշակի, իր բերք ու բարիք ստեղծի, իր ընտանիքը պահի։ Ուղղակի մեզ պետք է թիկունք, մեզ պետք է աջակցություն։ Ես ուզում եմ ասել, որտես խոսում եմ որպես հայկին հայ մայր, մեր բոլոր հայ տղամարդիկ պետք է խոնարհվեն հայ կնոջ առաջ, որտեղ մեր հայ կանայք մայրերը հայ մայրերը տարբերվում են բոլոր աշխարհի ուրիշ մայրերից, որոնք կազմակերպեն, չարչարվեն, աշխատեն, ստեղծեն, հերոս երեխաներ ծնեն, դաստիարակեն։ Փառք ու պատիվ հայ կնոջը, հայ մորը ձեր ցավը տանեմ։ Ես ձեզ եմ շնորհակալ, ուզում եմ սրմել ձեր Այգեզարդում Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկարվել ցանկացողները շատ են։ Չնախատեսված կանգառներ են տարբեր համայնքներում։ Վերին արտաշատ այցը սկսվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ։ Եկեղեցու հոգևոր հովիվը փոխանցում է օրվա խորհուրդը, միասնաբար աղոթք է բարձրացվում առ Աստված։ Պահապան ամենայնի Քրիստոս, աչքը հովանելիցի վերամեր, իտվե եւ գիշերի նստիրի տանի գնալի ճանապարհ, ին ընջեր եւ հարներ զին երբեք սասանեցի։ Այնուհետև Գագիկ Ծառուկյանին ուղեկցում են 1872 թվականին կառուցված կիսաքանդ Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղի բնակիչները նրան այստեղ էին սպասում։ Կարոտել ենք իրար։ Շատ լավ, դուք ուժեղ, հազոր։ Ասեմ քեզ, այս գյուղը քեզ սիրում փառվում է։ Զատ ինքնել կհամոզես։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հա։ Ես մեր Ղարաբաղը ժենգալով հացնա, ես ինքս Ղարաբաղցի եմ։ Հա, պարոն Ծառուկյան, մենք մեծ հույսեր ունենք ձեզ հետ։ Ցանկացած իրականություն է դառնում։ Պետք է միայն միասնական լինենք ու ամեն ինչ Աստծո կամոք սաղերատեղում կլինի։ Ես չեմ ուզում անպագորգոր բաներ ասել, բայց իմացեք, որ ես իմ երկիրը շատ սիրում եմ, իմ ժողովրդին սիրում եմ, իմ ուզածը որ լինի խաղաղություն, զարգացում, բարեկեցություն, բարգավաճում, որ մեր հայ ժողովուրդը գլուխները կա խեղճացած չլան։ Հիմնական իմ նպատակը սա, ուրիշ ես նպատակ չունեմ։ Շնորհակալություն ձեզ։ Մենք շատ ուրախ ենք, Աստված օգնի ձեզ բոլորին ձեր նպատակները իրականություն դարձնի։ Շնորհակալ եմ բոլորիս միասին պետք է լինենք։ Շնորհակալ եմ։ Գագիկ Ծառուկյանին ներկայացնում են հնամենի եկեղեցու պատմությունը, կարևոր համարում կառույցի վերականգնումը, այնուհետև գյուղացիների հետ անկեղծ երկխոսություն է ծավալվում։ Մարդկանց ուզածը մեկն է, որ լինի խաղաղություն, տնտեսության զարգացում, բարեկեցություն, բարգավաճում։ Մարդիկ ապով մեկ անգամ կյանքա տված ընտանիքա ստեղծե, երեխեք թորներ, աշխատի ստեղծի իր կյանքը վայելի ու փառտա Տիրոջը։ Աստված վերևից նայում է, ով ինչի արժանա նրան էլ տալիս է, ձեր ցավը տանեմ։ Եղեք կամեցող, եղեք բարի, եղեք գնատող։
Ծառուկյանի այցի մասին իմացել ու վերին արտաշատ են հասել նաև հարակից վերին Դվինի ասորի բնակիչները։ Հրավիրում են իրենց հետ նոր տարին, հապ Նիսանը նշելու, այն գարնան գալուստն է խորհրդանշում։ Տոնական հրավերը ընդունվում է։ Ժողովուրդն էլ որ գիտի դուք ստեղ եք Հարևան գյուղում եք։ Այո։ Հավաքված է եւ ուզում է ձեր հետ հանդիպել։ Այսա գա մի բաժակ էլ խմենք, շնորհավոր եմ։ Բրավո։ Մոտ 2000 ասորի է ապրում վերին Դվինում, պահպանում են ավանդույթները, հյուրերին ընդունում են ավանդական երգ ու պարով։ Մի սրտե ձեր բոլորին ողջունում եմ։ Ես շատ ասորի ընկերներ ունեմ, որոնք կարգին ընկերներ, հզոր ընկերներ, ես որ հրավիրեց տեղն էլ ասի, որ այդ տենազն է, որ մի մարդ են ցանկացած տարածքում, ցանկացած գյուղում մեկի խոսքը ասում է լրիվ։ Ու այդ մարդիկ իրենք արժեք պահող են եւ ամենակարևորը լավ մարզիկներ են։ Ուժեղ պինդ մարդ, ձեզ ցավը տանեմ, հատուկ եկա, ձեզ շնորհավորեմ։ Շնորհավորելով բարեկամ ժողովրդին Գագիկ Ծառուկյանը բարեկեցություն ու զարգացում է մաղթում, ընդգծում ազգային փոքրամասնությունների դերակատարումը մեր երկրում։ Ասորի ժողովուրդը հզոր ժողովուրդ է, հզոր, շատ հզոր, հզոր պատմություն ունի։ Այսօր որ տեսնելով դուք ձեր ադատ ավանդույթը պահպանում եք, ձեր ցավը տանեմ։ Այդ ամեծություն, որ ադատն ավանդույթը ամեն ազգ իր ադատն ավանդույթ ունի։ Կարևորը ընդեղել եմ ասել, դուք ինչ ժողովուրդ եք, կուր ժողովուրդ եք, միասնական ժողովուրդ եք, մի մարդ եք։ Շատ հարգում սիրում եմ, ամենակարևորը ու մեր կողքին եք այս հազարամյակներ միասին։ Մեր լավը ձեր լավն է, մեր վատը ձեր վատն է, որը միասնական ասենք պայքարում ենք խաղաղության համար, զարգացման համար, ամեն ինչի համար, ձեզ ցավը տանեմ։ Ձեր նոր տարին թող շնորհավոր լինի։ Իմացեք ոնց որ դուք հայացքի համար, հայ ժողովուրդն էլ ձեր համար։ Ձեր կողքին է պետք է փոխադարձ լինի, միասնական լինի, որ միասնական նույն հողում իրար կողքի ապրում են։ Թող երկրին խաղաղությունը լի, մեր ժողովրդին, ասոր ժողովրդին առողջություն, ձեր նպատակների ցանկությունների իրականացում լինի։ Թող ձեր նոր տարին շնորհավոր լինի, միշտ ուրախ առիթներով հանդիպենք։ Մեր աչքի վրա եկեք։ Ձեզ ցավը տանեմ։ Շնորհակալ ենք, որ դուք ելեք։ Բնակիչներից մեկը մեջբերում է Գագիկ Ծառուկյանի խոսքը Արմավիրում։ Ոնց Արմավիրում են գյուղը ասել, նույն էլ գյուղն են ասում, որը կայնեց գյուղի կողքը, մենք էլ կայնենք կողքը գերանը։ Ես չեմ, ուրեմ ժողովուրդ, տես ես էլ ինձ քանի գյուղում ասում են, Ծառուկյան ջան, կայնի մեր կողքը, գյուղի գերան կոդի, Ծառուկյանը ամբողջ կյանքում ոչ թե միայն գյուղացու, ամբողջ մեր հայ ժողովրդի կողքին եմ եղել։ Ուզեցել եմ լավ լինի, սաղել լավ ապրեն, մարդկանց հնարավորություն ուշադրություն։ Ես էլ քանի տեղ ասում Ծառուկյան, կայնի գյուղի կողքը մենք գերան կոդեն։ Ցավը տանեմ, կայնեք իմ կողքը, սաղ դզվին, սաղ նորմալ։ Այմար, մենք կայնած ենք քո կողքը, մենք կայնում ենք քո կողքը։ Ձեզ ցավն տանեմ։ Ասորիները նաև ցանկանում են հատիսի գագաթ բարձրանալ ու մասնակիցը դառնալ Քրիստոսի արձանի կառուցման պատմական իրադարձության։ Ունենք մի հատ խնդրանք, որ ուզում ենք մեր գյուղի երիտասարդներով այցելենք Ատիս լեռը ձեր ուղեկցությունով եւ ունենանք մի փոքր ներդրում մեր կողմից, եթե դա հնարավոր է։ Ուրեմն այսօր սաղ աշխարհից ցանկանում են որ կան բարձրանան վերև մասնակից լինեն Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, բոլոր տեղերից եւ ստե շատ թիմակիցներ, որոնք ցանկանում իրենց կոլեկտիվներով, իրենց համայնքներով այսօր քանի որ ես ուրախորով ստեղ եմ, ուրեմն ձեր բոլորին խոստանում եմ, առաջի այցելությունը ասորի ժողովրդի հետ լինելու։ Ես էլ վերև իրենց դիմավորեմ։ Դա կլինի ապրիլի 10-ին, 15-ին, ընդել է ձունա, բայց աշխատում եմ։ Ուրեմն բոլորի ներկայությամբ խոստաց, առաջին այցը ասորի եղբայր ժողովրդի հետ, մենք իր հետ մասնակցում ենք, նկարում են, մի քար դնում եք, մի ցեղ դնում եք եւ բոլորին հավաստագրեր եք տալիս, պայմանավորվեցին։ Տոնական սեղանի շուրջ ջերմ շփումից հետո նոր պայմանավորվածություն է, հաջորդ հանդիպումը հատիսի գագաթին է։ Ես բոլորից շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք ձեզանից։ Քրիստոսի արձանի։ Մենք էլ կայնած ենք ձեզ։
Մենք էլ կայնացել մարդը այնքան մեծ տպավորություն է թողել։ Շատ շնորհակալություն իրան, որ այսպես եկավ հանդիպեց ու չէր մոռացել այս ազգին էլի։ Այդ դա ամեն ինչ արժի։ Ես մեծ սպասումներ ունեմ էլի այդ մարդից, որ այդպես լավ բաներ կանի այս ժողովրդի համար, вообще դա ընդհանրապես։ Հատուկ մարդ էլի, որ Աստված այս մարդին ստեղծել է այս ազգի համար։ Այ վերևից է, ամեն ինչ վերևից է գալիս։ Մեծ մարդ է, հզոր մարդ է, խոսքի տեր մարդ է։ Ինչ ասել է արել է մինչև հիմա։ Գյուղում էլ այսօր տեսակ ինչքան ժողովուրդ էր հավաքվել։ Շատ ուրախացանք, շատ մեծ պատիվ էր մեր համար։ Այսօրվա դրությամբ, որ Ծառուկյանը եկավ մեր գյուղ։ Շատ ուրախ ենք, մենք շատ ենք հարգում իրան, նվիրվածություն ազգին, ժողովրդին։ Եկավ այսօր շնորհավորեց մեր նոր տարի, շատ հարգանք էլի։ Մենք գիտենք, որ Աբովյանում արզի էլի ասորական համայնքա, ընդ շատ օգնում է, շատ բարեգործեր անում, շատ հոյակապ, շատ բարի կամեցող, շատ լավ մարդ է ինքը։ Ես տեսել եմ սաղին օգնում է ու հիանում է պարտանում ենք պարոն Ծառուկյանը։ Ասորների կողմից հարգված է ու մենք շատ ուրախ ենք, որ պարոն Ծառուկյան ունենք։ Աղայից բոշա չի դառնա, ոչ էլ բոշայից աղա կդառնա։ Ինք աղա մարդ է։ Դրա համար էլ մենք իրան հարգում սիրում ենք։